Ողջույն բոլորին, այսօր բացելու եմ Kinder-ի իմ ամենասիրած թեմաներից մեկը Kinder Natunus-ը կոնկրետ Kinder Natunus-ի ձագերը, այստեղ բավական նկարներ կան, ընդհանուր հավաքածուն 16 ֆիգուրից է կազմված, բայց այսօր ես բացելու եմ 12-ը, ասեմ, որ մի քանիսը ունեմ արդեն, 5 թե 6 հատ ունեմ, եթե 12-ից 10 հատ դուրս գա, որոնք չունեմ, իհարկե դա կլինի մի հիանալի բան, բայց դե դժվար է պես լինի։ Եկեք մի անգամից սկսեմ բացել, ցույց տամ ու անցնենք առաջ։ Ուղղակի սկզբի համար ժամկետը նայենք։ Այս տարվա 2026 թվականի փետրվարի 26-ին է արտադրել մինչև նոյեմբերի 23-ը ուժի մեջ է։ Իր ավանդական նկարներից է Natunus գրությամբ, մի անգամից անցնենք բացելուն։ Այս հավաքածուն անց տարվա սկիզբ կար, ես չհասցրեցի հավաքածուն հավաքեի, անցած տարի անկեղծած այդքան էլ ակտիվ չէի բացում Kinder-ներ ու ինքը վերջացել էր։ Եվ հանկարծ երկու շաբաթ առաջ, սպիտակ արջ, երկու շաբաթ առաջ տեսա, որ նորից այս թեման հայտնվել է խանութներում, որոշեցի մի անգամից վերցնեմ։ Մի վարկյա, մեր սպիտակ արջը ինչ-որ դժվարությամբ է հավաքվում, բայց կփորձենք հավաքել, վերջ։ Այս մեր սպիտակ արջը, սպիտակ արջի ձագը, շատ գեղեցիկ է, կարծում եմ, չէ, այստեղ ամբողջական հավաքածուն չկա, դրա համար թղթերը էլ չեմ էլ բացի, ժամանակ չենք վատնի թղթերի համար, մի անգամից եկեք տեսնենք ինչ ֆիգուրներ են դուրս գալիս։ Այդպես մի անգամից որոշեցի 12 հատ վերցնեմ, հաստատ ուրիշ է դուրս գալու, արդեն թեթևությունից ձանից, սկյուր։ Մի քանի ֆիգուր կա, որ շատ եմ ուզում դրանք դուրս գան, մեկը այնտեղ այրուտի ձագն է, մեկը սկյուրն էր, որ շատ է ուզում ու դուրս եկավ, սպիտակ արջն եմ շատ հավանում։ Հիմա տեսնենք մեր սկյուրը ոնց է, վերջ։ Շատ գեղեցիկ է։ Ես մինչև վերջ չեմ սեղմում շատ անգամ։ Այսպես պարզ է արդեն։ Երրորդը բացենք։ Շատ կուզենամ դուրս գա այրուծը, քանի որ ես այնտեղ Begemont, այնտեղ ունեմ այրուծի Maxi տարբերակը եւ զուտ համեմատելու համար, ինչպես նաեւ Կեժան, եւ ունեմ Maxi դեպքում, այստեղ որ դուրս գա, ցույց կտամ, կհամեմատեմ, կտեսնենք։ Begemont-ը մի քիչ փոքր է։ Բայց այստեղ մի ֆիշկա կա, կարելի է այդպես եթե կոչել, Begemont-ը իր գլուխը բերանը բացում փակում է։ Գլխի վեր այսպես հարմարանք ունի, ականջներից սեղմում եք, բերանը բացում է։ Մյուսների դեպքում չեմ անում, ինչ որ ֆունկցիա ունեն, թե չկարծես, թե ոչ մի ֆունկցիա չունեն։ Դե փոքրի դեպքում ֆունկցիան այդպես դժվար լինի։ Օպա, այս է շատ է ուզում էլի։ Մեր պինգվինի ձագը, որը համ չունի, համ էլ ուղղակի ես հավանում էի։ Շատ գեղեցիկ է։ Պինգվինի ձագն էլ ունեցանք։ Հետաքրքիր է։ Կրկնությունը շատ է լինելու, թե չէ։ Մենակ թե խոսքից վրա կրկնություն դուրս չգա։ Կոկորտիլոսի ձագը։
Սա մեր կոկորտիլոսի ձագը։ Նույնիսկ այդպիսի խոսքա, որ ամենագերիչ կենդանու ձագն գեղեցիկ է լինում, բայց կոկորտիլոսի դեպքում մի քիչ ոնց որ չի համապատասխանում։ Ջալյամը դուրս եկավ մեր ջալյամը տեսնենք, ոնց որ բավական բարձրահասակ ջալյամ ունենք։ Ջալյամի ձագը։ Այո, բավական բարձրահասակ է։ Ամենաբարձրահասակները ուր հասանք, 6 հատը բացինք։ Ամենաբարձրահասակները էսպայն պինգվինի ձագն է ու ջալյամի ձագը։ Բայց խոշորն շատ ավելի սպիտակ արշն ու սկյուրը։ Եթե նայենք ուղղակի խոշորությանը։ Օպա, սա էլ է շատ ուզում։ Կոալա։ Կոալանն է սպասում, օրինակ այս նատուսի 20 գրամանոցի դեպքում կոալայի մեծ տարբերակը ծառի ճյուղին է ինքը նստած, ձագը միայն ուղղակի ինքն է առանց որևէ դեկորի։ Շատ գեղեցիկ է։ Այս կոալան ես շատ եմ հավանում։ Եկեք այսպես դնանք այստեղ։ Չէ, բավական հաջող է։ Այս դեպքում բավական հաջող է։ Կրկնություն դեռ չունենք, ու այս խոսքից վրա կրկնություն դուրս եկավ։ Ջալյամի ձագ, կրկնություն համար 1։ Տեսնեք սա ինչ է։ Կրկնություն համար 2, կոկորտիլոս։ Հետո ոնց որ շատ ուրախացանք։ Այս լավ է։ Այս մեր, ես սա մտածում եմ բադիկ է, բայց ոնց որ թե սա ավելի շատ կարապի ձագ է, այո։ Ես կրիս կարծում եմ բադիկ է, բայց հիմա էլ վստահ չեմ։ Բադիկի ձագ է, թե կարապի ձագ, բայց ամեն դեպքում բադիկ լինի, թե կարապ լինի, շատ գեղեցիկ է։ Մնաց մեր վերջին Արջ հասկացավ մեքենա անցավ, թե ինչ է հետ գծել ինձ։ Մեր վերջի 2 հատը մնաց, որ սան կրկնություն չլինեն, շատ լավ կլինի։ Եվ կրկնություն չի ես դեպքում։ Մեր կժայի ձագն է, կժա, որը շատ գեղեցիկ է։ Հիմա վերջում կհամատնեմ, կժան մաքսին պատրաստել եմ, մեր ամենավերջի 12-րդ ինտերնատուսից դուրս է գալիս, ինչի ձագ, այս կենթանով եթե անկեղծ չեմ էլ իմանում, հեսը հավաքեմ չտամ, խոշոր բավական համատած մյուսների, բայց անունը չեմ անում։ Հիմա եկեք զուտ համատության համար, ափսոս դուրս չեկավ այրուտի ձագը, այդտեղ էլի բաներ կան դուրս չեկավ, տեսնենք թե ինչ ենք անելու հավաքածուն հավաքելու համար։ Նայեք, սա ուրեմն մաքսի դեպքում է դուրս եկել, կինդեր նատուսի մաքսին է, սա սովորական է, տեսնեք չափերի տարբերությունը։ Մեկը սա լեհական տարբերակն է, սա բելգիական։ Չգիտեմ դա որքան է ազդում երկրի արտադրանքը, կինդերների վրա, բայց ամեն դեպքում տարբեր երկրների են։ Որտեվ կինդեր ունի թե Ֆրանսիայում, թե Իտալիայում, թե Գերմանիայում, թե Բելգիայում, Լեհաստանում, էլի երկրներ կան, եթե չեմ սխալվում, որ արտադրում է կինդեր։ Ամեն դեպքում այս անգամ բացեցի կինդեր նատուսի ձագերի տարբերակները, բավական հաջող էր, ընդամենը
դուրս եկավ 12-ից 2 կրկնություն, այսինքն մենք 10 ունեցանք 2, 4, 6, 8, 10, այո, գոհ եմ, 12-ից երբ որ 10-ը դուրս է գալիս տարբեր, այդ շատ լավ ցուցանիշ է, հրաշալի նույնիսկ ասեի, շատ գոհ եմ, 10 ունենք, այնտեղ մի քանի ես ունեմ, մինչև այդ բացել եմ մի քանի ուրիշ ֆիգուրներ ունեմ, երևի մոտավորապես 14-ը, այնտեղ ես պետք է ունենամ փղիկ, եթե չեմ սխալվում, մնացածը բոլորը կրկնություն է, միայն փղիկն է, որ նորը, ես այստեղ հիմա նայում եմ, փղիկն է ու վերջա, մնացածը ինչ կա այստեղ կար, եկ սա ամեն դեպքում ձեզ ցույց տամ, ուղղակի հիշողություն հեսա կսպարվի հեռախոսի, դրա համար աշխատում արագացնեմ, սա էլ փղիկն է, որ ունեի, թող լինի սա էլ այստեղ, 11 ունենք, մնում է մեզ 5, պակասում է 5 ֆիգուր, որպեսզի ամբողջական հավաքածուն կազմեմ, իսկ դա պետք է անեմ պարտադիր, քանի որ այս իմ ամենասիրած թեմաներից է, կհավաքենք ամեն դեպքում։ Այսօր 2026 թվականի ապրիլի 17-ն է, այս անգամ այսքանը, առայժմ։